Ռուսաստանի գերագույն դատարանն այսօր սկսեց քննել սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ՅԱԲԼԿ կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու դիմումը։ Այն օգոստոսի 7-ին ներկայացրել էր իշխանամետ եւ ազգայնական Ռոդինա կուսակցությունը, որը եւս մասնակցում է ընտրություններին։ ՅԱԲԼԿ-ն ընտրություններին մասնակցող 11 ուժերից միակն է, որը դեմ է արտահայտվում Ուկրաինայում արդեն ավելի քան 4 տարի ընթացող պատերազմին։ Ռոդինայի նախագահ եւ Պետդումայի падգամավոր Ալեքսեյ Ժուրավլևն ասել է, որ 3 հիմքով են դիմել դատարան։ Նախ ընդդիմադիր կուսակցությանը մեղադրում են սոցցանցերում քարոզչական նյութերի տարածման համար վճարները նախընտրական հիմնադրամի միջոցով չանելու համար։ Կուսակցությունը մեղադրվում է նաեւ իր քարոզչական նյութերում հեղինակային իրավունքները խախտելու համար։ Բացի դրանից Ռոդինան համարում է, որ ՅԱԲԼԿ-ի կայքում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը նվիրված նյութերում ծայրահեղականության դրսևորումներ կան, իսկ Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու իր կոչերով կուսակցությունը փաստացի հրաժարվում է, մեջբերում են ռուսական տարածքների ազատագրումից։ И пункт 1.2 прим. Касается нарушения, связанного с проведением предвыборной агитации. Դատական նիստից առաջ նիստին մասնակցել ցանկացողների երկար հերթ էր գոյացել դատարանի շենքի դիմաց։ Այդ ընթացքում կուսակցության աջակիցները խնձորներ էին բաժանում հավաքվածներին։ Արդեն դատական նիստի ժամանակ Ռոդինայի փաստաբանները ներկայացրել են մեղադրանքների հիմքերը։ Ի թիվս այլնի ՅԱԲԼԿ-ին մեղադրում են նույնիսկ 1945 թվականին Հիրոսիմայում տեղի ունեցած ատոմային ռումբի պայթյունի լուսանկարը հրապարակելով հեղինակի իրավունքները խախտելու համար։ Թեև Ռոդինայի ներկայացուցիչներն իրենք խոստովանել են, չգիտեն թե ով է հեղինակը։ Կուսակցության քարոզչական նյութերում թող լինի միշտ արևե երկի բառերի օգտագործումը եւս համարել են հեղինակային իրավունքի խախտում։ Հայցվորները նաեւ վերահաստատել են պնդումը, որ կուսակցության խաղաղության կոչերը խախտում են Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը եւ փաստացի համարժեք են ուկրաինական մեջբերում են նեոնացիստական ռեժիմին աջակցությանը։ Սակայն ՅԱԲԼԿ-ի փաստաբանները չեն ընդունել այս փաստարկները։ Կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովը պնդել է, կուսակցության ցուցակի գրանցումը չեղարկելու հիմքեր չկան։ ՅԱԲԼԿ կուսակցությանը ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու հիմքեր չկան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուսումնասիրել է բոլոր փաստաթղթերը եւ մասնակցելու թույլտվություն տալու որոշումը կայացվել է միաձայն։ Ռիբակովը նաև ասել է, որ վերջին օրերին ՅԱԲԼԿ-ին դեմ են արտահայտվել Ռուսաստանում արգելված Ազատ Ռուսաստանի ֆորումը եւ ռուսական կամավորական կորպուսը։ Վերջինս նրա պնդմամբ նաև ֆինանսավորում է իրենց դեմ իրականացվող այս արշավը։ ՅԱԲԼԿ-ի նախընտրական ցուցակը ԿԸՀ-ն գրանցել էր հուլիսի 29-ին։ Կուսակցությունը, որն ընտրություններին մասնակցում է հանուն խաղաղության եւ ազատության, հանուն կյանքի առանց վախի կարգախոսով, մեծ աջակցություն է վայելում սոցցանցերում։ Ընդդիմադիր ուժին աջակցություն են հայտնել նաեւ արտերկրում բնակվող մի շարք հայտնի ռուս ընդդիմադիր գործիչներ, որոնք Ռուսաստանում օտարերկրագործակալներ կամ ծայրահեղականներ են ճանաչված։ Իրենց աջակցությունը նրանք բացատրել են նրանով, որ ՅԱԲԼԿ-ն ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը խաղաղության կողմնակից է։ Կուսակցությունը մինչդեռ հայտարարել է, որևէ կապ չունեն ռուս վտարանդի գործիչների հետ։ Я жив и на свободе. Увы, пока не в России. ՅԱԲԼԿ-ն միակը չէ, որը խոչընդոտների է բախվում ընտրություններին մասնակցելու ճանապարհին։ Այս հուլիսին Ռուսաստանի իշխանությունները Պետդումայի ընտրություններին մասնակցել ցանկացող Բորիս Նադեժդինին տուգանեցին ծայրահեղական խորհրդանիշներ ցուցադրելու համար։ Նա մի տեսանյութ էր տարածել, որում կարճ երևում էր 2024-ին բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Ավելի ուշ Նադեժդինը օտարերկրագործակալ ճանաչվեց արտերկրից ֆինանսավորում ստանալու Ուկրաինայում պատերազմին դեմ արտահայտվելու համար, փաստացի զրկվելով ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Քաղաքական գործիչը, ում թեկնածությունը ԿԸՀ-ն տարբեր պատճառներով չէր գրանցել 2024-ի նախագահական ընտրություններին, արդեն օգոստոսի 3-ին Փարիզից տեսաուղեր ցեղեց, տեղեկացնելով, որ լքել է Ռուսաստանը։ Я жив и на свободе. Увы, пока не в России. Сейчас надо осмотреться, понять, как жить дальше. Позже напишу о своих планах.